ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում հանդիպել է իր չինացի գործընկեր Սի Ցինփինի հետ։ 2019 թվականից ի վեր նրանց առաջին դեմ-առ-դեմ հանդիպումը տևել է ավելի քան 1.5 ժամ։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ համաձայնել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 57%-ից նվազեցնել մինչև 47%, ինչի դիմաց Պեկինը կվերսկսի Միացյալ Նահանգներից սոյայի գնումները, կշարունակի մատակարարել հազվագյուտ հողային մետաղներ և կպայքարի ֆենտանիլի մաքսանենգության դեմ։ Կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը, Թրամփի խոսքով Սի Ցինփինն օգնելու է ավարտին հասցնել պատերազմը։ Սպիտակ տան ղեկավարը խիստ դրական է գնահատել հանդիպումը, հավելելով ապրիլին կայցելի Չինաստան, որին կհաջորդի Սի Ցինփինի այցը Միացյալ Նահանգներ։ Չինաստանի ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աշխատել նախագահ Թրամփի հետ ամուր հիմք դնելու չին-ամերիկյան հարաբերությունների համար։ Նա շեշտել է, երկու երկրները կարող են հասնել փոխշահավետ ձեռքբերումների։ Սի Ցինփինը նաև բարձր է գնահատել Թրամփի ներդրումը Իսրայելի և Համասի, Թայլանդի և Կամբոջայի միջև հրադադարի հաստատման գործում։ Թրամփն ավարտել է իր ասիական շրջագայությունը, որի ընթացքում նա այցելել էր Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին հրահանգել է 30-ամյա ընդմիջումից հետո վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, դա պատճառաբանելով Ռուսաստանի և Չինաստանի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ։ Մյուս երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես, գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, ինչպես նաև արդիականացրել է միջուկային զինանոցն իր նախագահության առաջին ժամկետում։ Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը երրորդը, հավելել է նա։ ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին։ Օրեր առաջ Թրամփը դատապարտել էր Ռուսաստանի կողմից նոր բուրևեստնիկ թևավոր հրթիռի փորձարկումը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել և ըստ Մոսկվայի ունի անսահմանափակ հնարավորություններ։ Թրամփը հայտարարել էր, որ հրթիռներ փորձարկելու փոխարեն Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է իրավիճակն առաջնագծում։ Նրա խոսքով դրությունն առավել բարդ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ վերջին շաբաթներին ընթացել են ամենաինտենսիվ մարտերը և արձանագրվել է ռուսական ուժերի մեծ կենտրոնացում։ Զելենսկին հայտնել է, որ իրավիճակը խնդրահարույց է նաև Կուպյանսկում, սակայն ուկրաինական ուժերը վերջին օրերին առաջընթաց են գրանցել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Կուպյանսկում և Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ռուսական բանակի շրջափակման մեջ։ Պուտինի խոսքով ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են Ազովստալում։ Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ են թույլ տալ այդ թվում ուկրաինական և օտարերկրյա լրատվամիջոցներին մտնել շրջափակված տարածք, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նա շեշտել է, ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի ընթացքում բոլոր նշված վայրերում մարտական գործողությունները կդադարեցվեն։ Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորումների դեմ ոստիկանության գործողության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130-ը։ Թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող բրազիլական Կարմիր հրամանատարություն հանցավոր խմբի դեմ գործողությանը մասնակցել է շուրջ 2500 ոստիկան։ Սա դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ավազակախմբերի դեմ ամենամահացու գործողությունը։ Բրազիլիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ փորձում են զսպել հանցավոր խմբավորումներին, որոնք վերահսկում են քաղաքի աղքատ թաղամասերի մեծ մասը։ Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաների բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել իշխանություններից պահանջելով արդարադատություն և պնդելով, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Մելիսա Փոթորիկը, որը համարվում է վերջին 90 տարվա ընթացքում ամենահզորը, Կարիբյան ավազանում մեծ ավերածությունների պատճառ է դարձել։ Հայտնի է առնվազն 30 զոհի մասին։ Մելիսան հարվածել էր Ճամայկային որպես 5-րդ կատեգորիայի փոթորիկ, այնուհետև Կուբա շարժվելուն զուգընթաց դրա հզորությունը նվազել էր։ Ճամայկայում ավերվել է տանիքների 80-ից 90%-ը, Կուբայում ավելի քան 700,000 մարդ է տարհանվել։ Տարհանումներ են իրականացվել նաև Բահամյան 6 կղզիներում։ Փոթորկից տուժել են նաև Դոմինիկյան Հանրապետությունը և Հայիթին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։